ուղեղով նույնիսկ կարողացել է կառավարել ցավը։ Այո։ Այն դեպքում, երբ մյուսները բղավում են Այո։ ցավից, մտովի այդտեղ չեք եղել։ Այո։ Այդպիսի պատմություններ էլի լսել եմ ու ինձ Այո։ միշտ թվում էր, թե ինչ որ չափազանցություն կա այդտեղ։ Ինչպես է դա Այս հնարավոր։ հարցից անգամ փշաքաղվեցի, որովհետև երբեմն ինձ թվում է դա իմ մասին չէ, որովհետև երբ ես հետ եմ նայում, ես էլ չեմ պատկերացնում, որովհետև դա իսկապես շատ ցավոտ պրոցեդուրա է։ Առհասարակ պունկցիան, բիոպսիան, ովքեր անցել են, գիտեն դրանք ինչ են իրենցից ներկայացնում եւ կոնկրետ ողնաշարից արվող այդ պունկցիաները եւ նաեւ ողնաշարից տրվող քիմիաթերապիաները, դրանք շատ ցավոտ պրոցեդուրաներ են եւ չափահաս մարդկանց դեպքում դա առանց ցավազրկման են անում, որովհետեւ դու պետք է սթափ լինես, դու պետք է թմրած կամ քնած չլինես, որպեսզի ամեն իրենց ասածին արձագանքես։ Ինքը միշտ ասում էր, ես իմ բժշկական պրակտիկայում նման բան չեմ տեսել։ Հոգևոր նաև դաշտի վրա դու այնքան ես աշխատում։ Կան չէ նաև այդպիսի պատմություններ, որ մարդիկ, ովքեր հոգևոր են եւ օրինակ իրենց կտանքների են ենթարկել, ինչ որ մի պահից իրենք բոլորովին այլ հարթության վրա են եղել, հոգևոր դաշտում այլ տիրույթում են եղել եւ իրենք այդ ֆիզիկական ցավը այլևս սկսել են չզգալ։ Իմ պարագայում ես նույնպես, ես աչքերս փակում էի եւ ինձ մտովի վերցնում էի այդտեղից եւ տեղափոխում էի իմ ցանկալի իրականությունը։ Ես բժշկից էի բռնվում, դա շատ վտանգավոր պրոցեդուրա է եւ օրինակ իմ պարագայում իմ գլխավոր բժիշկն է միշտ ինձ հետ դա անցել արել, ինքն է ինձ բռնել եւ մասնագետները արդեն դա իրականացրել։ Ինքը միշտ ուսիս էսպես թպթպացնում էր եւ ասում էր՝ «Անի այստեղ ես», որովհետեւ իրենց թվում էր, որ գուցե ես ուշագնաց եմ եղել ցավից, ասում էի՝ «Այստեղ եմ, այստեղ եմ»։ Ասում էր՝ «Ձայն հանի, վախենում ենք», որովհետեւ ես բոլորովին այլ իրականությունում էի եւ ավելին ասեմ, ես տարիներ անց ամբողջ այդ պատկերները, որոնք ես վիզուալիզացնում էի, ես տեսել եմ։ Եվ այդ տեսարանը, որ ես տեսնում էի, որ ես որդուս հետ թևանցուկ անցնում եմ եւ մարդկանց այդ բազմության հիացական հայացքները մեզ, ես այդ ամեն հայացքը տեսել եմ իրականության մեջ։